Բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք, միացրեք ծանուցումները, որպիսի չկորցնեք ամենահետաքրքիր ու սենսացիոն նյութերը։ Ողբերգական դեպք Երևանում, քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա, բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ։ Երեք սպանություն է տեղի ունեցել Երևանում, ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում Միքայելյան վիրաբուժության կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, սպանությունների վարչության պետ Ռոման Խլղաթյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության սպանությունների բաժնի պետ Ռազմիկ Գասպարյանն ու ՀՀՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։ Ժամանել են նաև ՀՀՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Քրեական և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ հայտնաբերվում են արունանման հետքեր։ Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, Ուիգմոր բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժինը հազանգեստացվում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։ Քրեական ու համայնքային ոստիկանները ժամանում են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։ Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի Ուիգմոր բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Սրբապղծությունն ու բարեշենում մայրը այցելելով 32-ամյա դստրի Շիրամին հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները։ Այսօր դեկտեմբերի 14-ին սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ է այցելել իր 32-ամյա աղջկա Շիրամին, որը գտնվում է Նուբարեշեն վարչական շրջանում, և անակնկալի է եկել։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Շիրամքարի մոտ տեղադրված սև գրանիտե ծաղկամանները։ Դեպքի մասին տեղեկանում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարեշենի բաժնում, ապա դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Հովանիսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Նուբարեշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարեշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդյոք ստահակը կամ ստահակները կհայտնաբերվեն, թե ոչ, պարզ չէ, եւ այդ ամենը կախված է, թե ինչ մոտեցում կցուցաբերվի ոստիկանության Նուբարեշենի բաժնի ծառայողների կողմից։ Վիճաբանություն ծեծկրտուկ Գյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, ապա հարվածներ են հասցրել միմյանց։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Շամշյան Կետկոմի տեղեկություններով դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկրտուկ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ Աբովյան բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ուղեղի ցնցում հարցականով ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշարը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ.Չ.-ն և 14-ամյա A.Չ.-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում Ռ.Չ.-ն և A.Չ.-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Արդեն մի քանի տարի է Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մասիս կայանանում դեռ սովետական տարիներից գործող թիվ 6 հիմնական դպրոցում թե երեխաները, թե ուսուցչական կոլեկտիվը դասապրոցեսը անցկացնում են հակասանիտարական ու գարշահոտ վիճակում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի տարի է ոչ Արարատի մարզպետարանը, ոչ Մասիսի խոշորացված համայնքի ղեկավարը և ոչ էլ Վեոլիա ջուրը ժողովրդի լեզվով ասած ընդհանուր հայտարարի չեն գալիս, թե ի վերջո ով է գալու 16-ից ավելի աշակերտներին, դպրոցի ուսուցչիներին և այդ հատվածում ապրող հարյուրավոր քաղաքացիներին փրկելու գարշահոտից։ Քանի անգամ խնդրի մասին տեղեկացվել է Արարատի թե նախկին, թե ներկայիս մարզպետ Սեդրակ Թևոնյանը, որոնք խոստացել են, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի երեխաները փրկվեն այդ գարշահոտից, բայց ինչպես միշտ նրանց խոսքը գործից տարբերվում է։ Օրեր առաջ դարձյալ նույն հակասանիտարական ու գարշահոտ վիճակն էր տիրում, իսկ երբ սկսվում են անձրևները, ամբողջ տարածքում կեղտը վարար գետի նման իրենով է անում ողջ դպրոցը, հարակից շենքերի բակերը, իսկ պատասխանատուները կարծես թե ջայլամի կեցված կընդունած լինեն, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին թողնես անպագոր հայտարարի, թե իր ուշադրության կենտրոնում են դպրոցներում, մանավանդ մարզերում երեխաների համար բարվոք ուսումնական պայմաններ ապահովելը։